մտահոգությունն է, նույն մտահոգությունն է, որ ծնողին էլ հարցնել, նույն մտահոգությունն է, որ երեխեքի բան։ Այդ երեխեքը հենց դες չեն վեկացել ու գնացել, այդ երեխեքը գնացել են հայրենիք պաշտպանեն, իրենց ծնողի տունը պաշտպանեն, այսինքն իրենց ծնողի տունը առաջին այն տունը, որտեղ մեծացել է այդ երեխան, երկրորդը հայրենիքն է։ Մենք ամեն ինչից վեր ենք գնահատել մեր հայրենիքը։ Այսինքն դրա համար 2 ամսվա ծառայող երեխա կամավոր վերակացել գնացել իր հայրենիքը բանալի, պաշտպանի։ 9 պատրոնը չի կարա կետել։ Եթե տենց նայենք պետականորեն շատ իրավաբանների հետ ենք շփվել, այդ իրավաբաններն ասել են, որ 2 ամսվա ծառայող երեխային իրավունք չունեին տանել կռվի դաշտ։ Կապ չունի դա կլինի կամավոր, դա կլինի ոչ կամավոր, այսինքն առավել ևս որ հայկական բանակում, այսինքն Ղարաբաղում չի ծառայել է, կներեք Ղարաբաղ այդ եզերի անունով եմ ասում, Արցախում չի ծառայել այդ երեխան, Իջևանից վերցրել տարել են, հա տարել եք, ամսի 10-ին հրադադարի կնքման ինչ որ մի բան եղավ, չէ, հոկտեմբերի 10-ին, հա բան արեց, այդ ընդդիմությունը բանը հելան չէ կկռվենք բան, արա մեզ հարցրել ես դու, հարցրել ես մենք ենք դրա միջով անցնում, հարցրել ես այդ հրադադարը կարելի է կնքել, չի կարելի կնքել, մենք հարցրում, մենք ծնողի կանչի մոտ տեսա, բայց ավտանեմ ինչ խնդիր ունես, ես ում տենում եք, սաղ խնդրի մեջ է, սաղ ես ծնողներից որ մեկին ուզում եք մոտեցեք, սաղ խնդրի մեջ են, ինձնից բռնած։ Ինչ խնդիր։ Ոնց հիվանդացել դարել ենք ես ինչ բռներով դեղ եմ խմում 46 տարեկան տղեմ չհասկացա։ Դրա պատասխանն ով պետք է տա։ Մենք քար ենք, ծնողներ կան մահացել են։ Կոնկրետի մերը մահացավ, ցավից չդիմացավ, մահացավ։ Տարի 3 ամիս արդեն ու ծնողս մահացել է, 3-ների սիրտը տրական մահացավ։ Իր տղուն չտենալու մահացավ։ Հիմա մեկը վիրահատվում է, մեկը ներկապային մեկը հենց հիմա վիրահատվում է ծնողներից մեկը։ Բոլորն արդեն քանի է ծնողը մահացել, քանի է ծնող մահացավ արդեն։ Այս 4.5 տարվա մեջ է։ Մեկից դարձել է տարազատ ծնող։ Ես լիշտի խոսք եմ տալի, ես ապրելու եմ սաղիդ մահը տենա մարդ։ 120 տարեկան էլ լինեմ, պետք է տենամ դուք ոնց եք մխկտում ու մեռնում արա։ Որ այդ թուրքերին բերում ես, նստում ես դեմը, սկսում ես լրագրողներին հարցեր տաս, հարց ու պատասխան անես, չէ՞, այդ մի լրագրողի չափ չկա, կարես 3 ժամ այստեղ կայնացեք, մեկը դիչեք մեկ դիմավորեք։ Իսախանյան Գագոն եկավ, տեսավ, բարձրացավ, հասկացանք ուրիշ պաշտոնյա չկար մինչև այդ։ Ինչ էր ասում Իսախանյան Գագիկը։ Դե, մենք մեր հարցերը ասացինք, հելա վերև ճշտի իշտի։ Իր այդ կապված մենք խոսակցություն չկա։ Բայց որդի եք կորցրել, ինչ է, չեն կարող ժամանակ, Անետ կորած են, այո, պատերազմ Անետ կորել են ձեր տղաները, մի րոպե ժամանակ չկա, որ այլ պաշտոնյա ընդունի։ Ես էլ եմ այդ ասում, ուրա մի պաշտոնյա կա, որ իշնի։ Արդեն 4 ժամաստեղ ենք մենք։ Անիսի, ժամը 12-ից լավ, 11-ից ստեղ ենք, 3 ժամը մենք ստեղ ենք, 3 ժամը ոչ մեկ չի իջել, բարի ամպյուր մարդիկ գտնվել են, մոտեցել են, ինչով կարող ենք օգտակար լինենք Քաղաքացիներ ուղղակի։ Բայց ամենայն դեպս մեզ սաղ են պետք, մենք անես չի որ ասում ենք գնացեք պատերազմ արեք, ինչ-որ երեխեք էլի զոհվեք կամ Իսեր Աստծո, մենք չենք ասում գնացեք պատերազմ արեք, մենք պատերազմ չենք ուզում, բայց մեր երեխեքին է վերեք, աղբեր, չհասկացեք, հետագիծը փագում է Մենք իշխանության փոխելու համար չենք եկել, մենք մեր երեխեքի հետևից ենք եկել, սխալ յավլիկներ չկախեք, ոչ մեկի չենք ների, մենք մեր երեխեքի համար ենք եկել, ինչ ասում ենք հետև կգրեք, Փոքր բարձր կասեք, պարոն Իսախանյան չի լսում։ Մի քիչ բարձր էլի խոսեք։
Հայցերեխի են հետ կանչում։ Հələ մի րոպե էլի։ Հայցերեխի են հետ կանչում։ Իմ հայցը ով իրավունք ունի հետ կանչի։ Դու էլ այդ ցավը տեսած տղա ես։ Հիմա սպասի ես ասում։ Ասա։ Մի քիչ բարձր էլի։ Կազմակերպի։ Եկեք պայմանավորվենք, որ ես ավելի մանրամասն կճշտեմ։ Ես կասեմ։ Բարձր խոսացեք, մենք չենք լսում իջեք։ Ժողովը տեսա խոսամ Կապայությունն է ինչ։ ես ամենը ճշտում խոսում կպայմանավորվեմ, ձեր խոսքը։ Չի կարելի սողներին դերս խրավի Всё, հիմա նայ, լավ, դու ասացիր, չէ, հասկանալի լեզվով ու դեմքով մենք հասկացանք։ Դու էլ այդ ցավի մեջից անցած տղա ես։ Ու այդ ցավի մեջ կաս։ Մի րոպե, հա, բան չասի ես։ Հիմա մենք մեր կարծիքն ասենք, ցավը տանեմ, դու այդ ամեն ինչի միջով անցած տղա ես, այդ ամեն ինչ, այդ ցավը հիմա քո մեջ կա։ Այսինքն մի նավակի մեջ են, կապ չունի, դու ես շենքում ես, մենք ստեղ ենք։ Նայ, հիմա ես սենց եմ ասում, եղբայր։ Դու ճշտել ես, որ հանձնաժողով կուտի բանանի։ Պայմանագիր, օքեյ, հասկացա, հոդված կա, դրա վերաբերյալ չէ, որ ես հասկանում եմ, որ այդ գերատեսչական հանձնաժողովները պետք է իրար կապեն այդ անհետների համար խոսան։ Всё, ցավը տանեմ, հիմա ես ասում եմ, կյանքիդ մենք այդ հանձնաժողովների լիշնի մեկը ես ինձ սուբյեկտիվ կարծիքն է չեմ հավատում եղբայր։ Ինչ չեմ համոզված։ Ես էնորն էլ ասել եմ 4 տարի Մինչև ես չանեք մենք սենց կանենք։ Ես եղբայր, ես օրինակ Յորը զարթենք տենում եմ։ մոտ ենք։ Որոշ չափով կարող է աշխատանքներ լինի, բայց եղբայր այդ մեր աշխերհին թոս փչելու համար է։ Հեսա ասենց ասում, ավելի մանրամասն դրա համար ասում։ Ես մի հատ քննարկեմ ձեր տեսակ։ Всё, մենք սպասում ենք պատասխանի։ Մի րոպե մի հարց չեմ իսուրը լինի։ Ալիևը պաշտոնապես Հայաստանի պատերազմ հայտարարել է։ Բա որ վերաբերյալ չեք կարող ասել, խեք ընկել մարդու ոտերը խաղության պայմանագիր ուզում։ Մարդը պիտի պաշտոնապես պատերազմ հայտարարի, նոր դուք ընկնեք իր ոտերը խաղության պայմանագիր ուզեք։ Մարդը Արցախն է ուզել, տվել եք, դաժե Արցախը չէր ուզում։ Մարդը ուզում էր իր 7 շրջանները տայի։ Այո։ Երբ մարդը պաշտոնապես Հայաստանի պատերազմը հայտարարի, նոր դուք կկանգնեք խաղություն կբողորում։ Ոչ էլ այսքան զոհ կլիներ։ Իշ մի վարքյան։ Պարոն Իսախանյան, հայցերը հետ կանչելը վերաբերում է անհատների հայցերին։ Ապա մարդի 7 շրջաններ տայի։ Մեր բոլոր ծնողները պահանջում են գերիներին հետ բերել։ Բանարա եղբայր մեզ ասա, հա։ Մեզ ասա, բայց մենք այդ հանձնաժողովին հետ ենք։ Հասնի որ չենք հավատում։ Չէ, ես ասում եմ դրան էլ չենք հավատում։ Ուղղակի այս մի հետից հետ կանչելը։ Ես այտենց գլոբալ